Եթե դու վարում ես բլոգ, բայց չես գրանցում նկատելի արդյունքներ, ապա այս վիդեոն հենց քեզ համար է։ Ողջույն, ես Լիանա Մանգասարյանն եմ։ Զբաղվում եմ Instagram-ում էջերի առաջխաղացման ֆրիլերի միջոցով եւ օգնում իմ հաճախորդներին բլոգից կառուցել այնպիսի համակարգ, որը շարունակաբար կբերի նոր հետևորդներ, որոնք էլ իրենց հերթին կվերածվեն հաճախորդների։ Այսօր խոսելու եմ ամենից հաճախ հանդիպող սխալների մասին, որոնք տեսնում եմ 80% բլոգերում, եւ որոնց պատճառով էլ չկա հետևորդների ու հաճախորդների աճ, չկան հայտեր եւ առհասարակ բլոգը ունի բավական տանջված ու չգրավող տեսք։ Մինչ անցնելը բուն սխալներին, կխնդրեմ հավանել վիդեոն, այդպես ինչ շատ կմոտիվացնեք հետո էլ ձեզ համար նկարել հետաքրքիր ու օգտակար վիդեոներ։ Սկսենք այնտեղից, որ բլոգը ընդհանրական համակարգ է, որտեղ բոլոր բլոգերը, այսինքն բոլոր մասերը, պետք է իրար հետ փոխկապված, շաղկապված լինեն։ Ինչ է սա նշանակում։ Բիոբաժինը, հաստ տողը, հայլայթները եւ ընդհանուր առմամբ կոնտենտը պետք է լինեն իրար հետ սերտ կապված, փոխլրացնեն միմյանց եւ աշխատեն իրար հետ։ Քանի որ, եթե դուք ունեք օրինակ լավ ներկայացված բիոբաժին, բայց էջ մտնելուց հետո մարդը տեսնում է ձեր էջում խառնաշփոթ, որտեղ զարգանում է լրիվ մեկ այլ թեմա, համակարգը սիստեման կոտրվում է, քանի որ այլևս չի գործում փող լրացված։ Մարդը, չհասկանալով ինչ է էջում կատարվում, ուղղակի այնտեղից հեռանում է առանց հետևելու։ Ու այստեղ կբերեմ հենց իմ օրինակը։ Չնայած այն բանին, որ ես էքսպերտ եմ ու ունեմ որոշակի փորձ այս ասպարեզում, բայց երբ ես սկսեցի մասնագիտական էջ վարել, ինձ համար դժվար էր հասկանալ ով եմ ես բլոգում, ինչ եմ ուզում այստեղ ցույց տալ, ինչպես եմ ուզում համագործակցել լսարանիս հետ։ Իմ կոնտենտը ուներ բավականին քաոսային տեսք ու դա խանգարում էր զարգացնել էջս։ Ու երբ որ ես աշխատեցի բոլոր խոցելի հատվածների հետ, բլոգի աճը միանգամից երևաց։ Այս պատճառով էլ ես չեմ խոսի այսօր պարզ հարցերի մասին, այս վիդեոյում, թե ինչ ավատար կամ նիքնեյմ ընտրել ձեր էջի համար։ Կխոսենք ավելի գլոբալ խնդիրների մասին, որոնք անմիջականորեն ազդում են էջի զարգացման վրա։ Առաջինը, չկա բլոգում ձևավորված հստակ արժեք, ու այս խնդիրը սկսվում է բիոբաժնից, որովհետև հենց այստեղ ենք մենք առաջին հերթին հստակ ցույց տալիս, թե մեր էջ եկած մարդը ինչու պետք է մնա մեզ հետ, իրեն հուզող ինչ հարցերի պատասխան նա կգտնի մեր էջում եւ ինչ կոնտենտ է իրեն այստեղ սպասվում։ Ու եթե մենք ինքներս մեզ չենք կարող պատասխանել, թե ով ենք մենք ու ինչի մասին ենք բլոգում, ինչպես ենք ուզում փոխազդել ու շփվել լսարանի հետ, այստեղ առաջանում է խնդիր։ Ստացվում է, բիոյում գրված է մեկ բան, իսկ մենք կիսվում ենք լրիվ այլ կոնտենտով։ Ու հենց այսպես էլ մենք շփոթեցնում ենք եւ լսարանին, եւ ինստագրամյան ալգորիթմներին, քանի որ Instagram-ը այդպես էլ չի հասկանում, թե ում է պետք ցույց տա մեր ռիլերը, ինչ լսարան պետք է ընտրի վիդեոների համար։ Քանի որ ստացվում է, բիոյում մենք առանձնանում ենք բանալի բառերի մի որոշ խմբով, իսկ կոնտենտում լրիվ այլ խմբով։ Երկրորդ խնդիրը անջատում բիոյում նշված ինֆորմացիայի եւ ստեղծված կոնտենտի միջև։ Այս կետերի մասին ես արդեն մի փոքր խոսեցի քիչ առաջ, բայց եթե նախորդ կետում շեշտը դրվեց ճիշտ կազմված բիոբաժնի վրա, ապա այստեղ խոսքը կոնտենտի նաև մյուս բաղադրիչների, հայլայթի, ամրացված փոստերի եւ ռիլերի, ընդհանուր կոնտենտի մասին է։ Խորհրդատվությունների ժամանակ, երբ սկսում եմ ուսումնասիրել վերլուծել հաճախորդներիս էջերը, որպեսզի հասկանամ ինչու չկա հետևորդների կամ հաճախորդների աճ, որն է խնդիրը, գրեթե միշտ նույն սխալներն եմ նկատում։ Օրինակ, ինձ դիմել է սննդաբան, մտնում եմ մեջ, նայում բիոբաժինը, ահա, իջնում եմ ներքև, հայլայթներ, սպասում եմ հետաքրքիր ու լսարանին հուզող թեմաների, լայֆ հաքների, միգուցե ինչ-որ միֆերի սննդի հետ կապված, բայց տեսնում եմ հանգստից կոնտենտ, տան կահավորման հետ կապված ինչ-որ կոնտենտ, ռիլերում էլ խառնաշփոթ է տիրում, մեկ ընտանեկան կոնտենտ է, մեկ մասնագիտական ու այստեղ հասկանում եմ, իսկ ինչու նոր էջ եկած մարդը պետք է հետևի։ Հետևաբար, այսպես էլ հենց կորցնում ենք պոտենցիալ հաճախորդներին։ Պետք է անպայման հետևել ու հասկանալ, եթե դուք ուզում եք էջի թեմատիկա փոխել կամ շեշտը մի թեմայից փոխել մեկ այլ թեմայի վրա, վերահսկիր ինչ է գրված քեզ մոտ բիոբաժնում, ինչ կոնտենտ է ներկայացված հայլայթներում, ինչ ռիլերով է սկսվում, կոնտենտի ձագարը, content воронкան, ուր է տանում հետևորդին։ Հավատացեք, այս կետերը շատ կարևոր են հետևորդներին ներգրավելու ու էջում պահելու համար։ Երրորդ սխալը՝ չկա էջում պատճառահետևանքային կապ։ Դե քանի որ նախորդ երկու կետերում թույլ ենք տալիս որոշակի սխալներ, որի պատճառով էլ չկա էջում ձևավորված սիստեմա, համակարգ, մենք նորմալ չենք հասկանում, ինչ թեմաներով ենք ռիլեր նկարում, սկսում ենք ստեղծել կոնտենտ, որը ոչ մի կերպ հնարավոր չէ փոխկապակցել իրար։
Այստեղ կարևոր հուշում, մարքեթինգում գոյություն ունի կոնտենտ միավոր ասվածը, այսինքն յուրաքանչյուր ռիլ պատրաստելիս պետք է հիշենք, մի ռիլը կառուցվում է մեկ թեմայի շուրջ ու կրում է ընդամենը մեկ իմաստ։ Այստեղ միշտ կարևոր է մտածել տվյալ թեման ինչ թեմաների հետ կարելի է կապել, այսինքն պետք է փորձենք հետևորդների համար ստեղծել բլոգում այսպես ասած սարդոստայն, որտեղ իրար հետ կապված կլինեն ռիլերը, հայլայթները, փոստ կարուսելները, ինչպես նաև բիոբաժին կամ այլ հարթակները, օրինակ Telegram-ը կամ YouTube-ը։ Ու եթե մենք edge-ում չստեղծենք հետևորդի համար այս ճանապարհը, ապա ձեր edge մտնելը եւ ուղակի դուրս գալը վայրկյանների հարց է։ Սա է պատճառը, որ ես միշտ խորհրդատվության ժամանակ հորդորում եմ հաճախորդների ստեղծել կոնտենտ պլան գոնե 2 շաբաթվա համար, քանի որ հակառակ դեպքում դու սկսում ես կիսվել այդ պահին եկած մտքերով, իդեաներով, որոնք հետո բլոգում իրար կապել ուղղակի հնարավոր չէ։ Մենք անցնենք 4 սխալին, ու դա սխալ մատուցվող կոնտենտն է։ Այստեղ իրականում շատ երկար կարելի է թվել սխալները, բայց պետք է առանձնացնեմ ամենամեծը։ Երբ դուք չգիտեք ինչ խնդիրներ ու ցավեր, ինչ անհանգստացնող հարցեր ունի ձեր լսարանը, ու եթե դու իսկապես ուզում ես ներգրավել նոր հետևորդներ, ապա կոնտենտի վրա իրոք պետք է ճիշտ աշխատես։ Ու այստեղ քեզ չի օգնելու ChatGPT-ին ու չի գեներացնելու քեզ համար հազարավոր սցենարներ, ինչպես սովորեցնում են շատ մասնագետներ։ Բանն այն է, որ դու իրոք պետք է ծախսես որոշակի ժամանակ, ուժ եւ էներգիա, պետք է կատարես որոշ քանակի վերլուծություն, մինչև կհասկանաս, թե ինչ մեխանիզմ է ազդում կոնկրետ քո լսարանի վրա, ինչն է հավանում ու ինչին արձագանքում քո լսարանը, ինչը կամ ինչպիսի մոտեցումն է քեզ դուր գալիս կոնտենտ ստեղծելիս ու լսարանին ներկայացնելիս։ Այս պահին շատ կարևոր է մաքսիմալ ուշադրություն դարձնել ու հասկանալ ինչպիսի հուքեր, հնարքներ պետք է կիրառել, որպեսզի գրավենք լսարանի ուշադրությունը ու կոտրենք բաներային կուրությունը։ Ովքեր չգիտեն, հուքը դա ուշադրությունը գրավող ու պահող հնարք է, որը կարող է լինել խոսքի միջոցով, ռակուրս փոխելու միջոցով, կադրում ինչ-որ գործողություն անելու միջոցով եւ այլն։ Ու կախված այն բանից, թե Instagram-ը ռիլերի մասին ինչ անալիտիկա, վերլուծություն է մեզ տալիս, մենք կարող ենք կառավարել ու ազդել ստատիստիկայի ցուցանիշների վրա։ Ու այսքանը հասկանալուց հետո էլ չենք կարող ինքներս մեզ խաբել ու ասել, թե Instagram-յան ալգորիթմները մեզ ուղղակի չեն սիրում։ Ընդհանրապես պետք է ավելի խորը նայել կոնտենտի ստեղծման process-ին ու պետք է կարողանալ ազդել մարդկանց էմոցիաների վրա։ Իսկ մենք սահուն անցում կատարենք հաջորդ սխալին։ Իդեպ սա իմ ամենասիրելիներից է ու դա հետևյալն է՝ թողնել բլոգը, կոնտենտ ստեղծելը 1-2 շաբաթ անց, մտածելով դե չի ստացվում, շատ դիտումներ չեմ հավաքում։ Խնդիրը այն է, որ տարի բլոգ վարող մարդկանց քանակը աճում է, հետևաբար աճում է նաև ստեղծված կոնտենտի քանակը ու բնականաբար դժվար է դառնում այդ բազմազանության մեջ առանձնանալը ու նկատելի դառնալը։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ պետք է շարունակել փորձել ու գտնել քեզ հարմար աշխատող մեթոդը։ Հնարավոր չէ այդպես միանգամից դնել տեսախցիկը, խելացի մտքեր ասել ու որ բոլորը սկսեն քեզ հետևել։ Ինչպես դպրոցում հնարավոր չէ բանաձևեր հաշվել առանց որոշակի կանոններ իմանալու, նույն կերպ էլ այստեղ ժամանակ եւ որոշակի հմտություն է անհրաժեշտ ստանալու իսկապես աշխատող մեթոդ։ Եվ այստեղ շատ լավ է լինում, երբ ունենում ես վստահելի ու հասկացող մարդու, ով կարող է այդ երկար ճանապարհը դարձնել կարճ, որպեսզի չվատնես ավելորդ ժամանակ ու էներգիա ու խուսափես հիասթափություններից։ Ու հենց այդ պատճառով այդ ճանապարհը կարճացնելու համար էլ ինձ դիմում են իմ հաճախորդները, քանի որ խորհրդատվության ժամանակ նրանք ստանում են իմ կողմից մշակված հստակ ցուցումներ, որոնցից հետո հետևորդներ ներգրավելը այլևս չի թվում բարդ, իսկ կոնտենտ ստեղծել ինչ-որ տանջալից քաոսային մի բան։ Այսպիսով, եկեք ամփոփենք այն խնդիրները, որոնց պատճառով բլոգը չի աճում եւ ստուգենք սխալները։ Առաջին, արդյոք ճիշտ է ձևակերպված էջի պոզիցիոնիրովանի ասվածը, ով ես դու, ինչի մասին ես եւ ում համար է քո կոնտենտը։ Արդյոք պոտենցիալ հետևորդը 3-5 վայրկյանների ընթացքում հասկանում է ինչ է ստանալու քո էջում, ինչ քայլեր պետք է անի քո էջում եւ ինչ կոնտենտ է նրան սպասվում այստեղ։ Երկրորդ, արդյոք ճիշտ ես աշխատել էջիդ փաթեթավորման վրա, այսինքն հաստողը, բիոբաժինը, հայլայթները ու կոնտենտը կապված են իրար հետ մեկ գաղափարով։ Երրորդը, շոշափում ես էջումդ 2-3 հիմնական թեմա, ունես էջում գլխավոր ակցենտ, որը մարդիկ միշտ քեզ հետ կասոցացնեն։ Չորրորդ, կոնտենտը, արդյոք այն փոխկապակցված է, թե այսօր մի թեմայով ես ռիլ նկարում, վաղը մեկ ուրիշ, իսկ հաջորդ անգամ լրիվ այլ։ Այսինքն ստեղծել ես էջումդ, այսպես ասած, սարդոստայն, որ էջ այցելող մարդը պատճառ ունենա անցում կատարելու մի կոնտենտ միավորից մեկ այլի։ Հինգերորդ, արդյոք կարգավորել ես
կոնտենտի ձագարը content վառոնկան, այնպես որ կպահի քո էջում պոտենցիալ հետևորդին ու ցույց կտա ինչ անել հաջորդ քայլով։ Այս կետը սերտորեն կապված է նախորդ կետի հետ, բայց ես անընդհատ պատրաստ եմ խոսել այս սխալի մասին, քանի որ սա ԱՄՆ-ից հաճախ հանդիպող բացթողումն է, որը ես տեսնում եմ խորհրդատվության շրջանակում ու առհասարակ ինստագրամյան տարբեր բլոգերում։ Եվ 6-րդ սխալը, վերջին կետը։ Արդյոք ճիշտ ես հասկանում, թե ով է քո լսարանը։ Արդյոք ստեղծածդ կոնտենտը ուղղված է լսարանիդ հարցերը ու խնդիրները բացահայտելուն, քանի որ եթե չկարողացար կապ հաստատել լսարանի հետ ու չընկար նրա հետաքրքրության շրջանակի մեջ, ստեղծածդ կոնտենտը չի աշխատի ու չի տա արդյունքներ։ Սրանք խնդիրների մի մասն են, որոնք ազդում են էջի զարգացման ու հետևորդների աճի վրա։ Ու եթե դու հասկանում ես, որ ունես էջումդ այս խնդիրները եւ չես կարող դրանք լուծել ինքնուրույն, ուրեմն դիմիր ինձ եւ մեկանգամյա խորհրդատվության շրջանակում կստանաս մանրամասն ու հստակ հրահանգներ, թե ինչպես կարգավորես էջդ, որ ուղղությամբ շարժվես արդյունքներ գրանցելու համար։ Իսկ եթե ուզում ես խորհրդատվություն, որտեղ ես 1 ամիս շարունակ կլինեմ քեզ հետ ու կուղղորդեմ կոնտենտի ստեղծման հարցում ինքս անձամբ, ապա կարող ես ընտրել խորհրդատվության 1 ամսյա ուղեկցման տարբերակը։ Բոլոր մանրամասները կթողնեմ ներքևում, իսկ դու մեկնաբանություններում կիսվիր ինչ թեմայով վիդեո կուզես տեսնել հաջորդ անգամ, օրինակ ինչպես հասկանալ ով է թիրախային լսարանը կամ ինչպես մոնետիզացնել բլոգը, ինչպես գումար վաստակել այնտեղից։ Սիրով կսպասեմ ձեր հետադարձ կապին, հաջողություն։